Հայաստանի և Բուլղարիայի հանրապետությունները մշակույթի բնագավառում այսուհետ շատ ավելի սերտորեն կհամագործակցեն, առաջնահերթություն տալով համատեղ կինոարտադրությանը, թատրոնին, երաժշտությանը, պարարվեստին ու ճարտարապետությանը։ Այս առիթով երկու երկրների միջև ստորագրվել է մշակույթի ոլորտի 2012-2014 թվականների համագործակցության փաստաթուղթ։ Բուլղարները և հայերը իրար սիրում են և դա միշտ այդպես է եղել։ Քիչ դեպքեր կան, երբ տարբեր ազգի ներկայացուցիչներ միմյանց հանդեպ այդպիսի ջերմությամբ են տրամադրված։ Մեր ազգերի մեջ դա կարծես գենետիկորեն է դրված, բայց կարծես թե վերջին ժամանակներս մենք քիչ ենք զբաղվել մշակութային ոլորտի կապերով։ Հիմա Հայաստանի իմ գործընկերների հետ որոշել ենք, որ ամեն ինչ կանենք, որպեսզի ամրացնենք այդ կապերը և կարող եմ հավաստիացնել, որ շատ արդյունավետ կլինի, քանի որ երկու կողմերն էլ շատ ջերմ են տրամադրված։ Իմ պաշտոնավարման տարիներին սերտ կապեր են հաստատվելու մշակութային ոլորտում։ Հայաստան-Բուլղարիա մշակութային հարաբերությունները պաշտոնական հիմքի վրա են դրվել դեռևս 1994 թվականից երկու երկրների կառավարությունների միջև մշակույթի, կրթության ու գիտության բնագավառներում կնքած համագործակցության համաձայնագրի հիման վրա։ Առաջին անգամը չէ, որ բուլղարացի նախարարն այցելում է Հայաստան, հիշեցնենք, որ Վեժդի Ռաշիդովը Հայաստանի համար ծանր օրերին Սպիտակի երկրաշարժի ժամանակ այստեղ էր և իր ստեղծագործություններից ստացած հասույթն ամբողջությամբ տրամադրեց երկրաշարժից տուժած գյումրեցիներին։ Ես 35 տարեկան էի, ձեզ նման երիտասարդ մարդ էի, պաշտոն էլ չունեի, այլ մի նկարիչ էի, ով աշխարհն էր շրջում։ Սպիտակի երկրաշարժի ժամանակ Մոսկվայում էինք, պատրաստվում էինք մեկնել Հնդկաստան, երբ իմացանք դժբախտության մասին։ Ցավալի լուրը մեզ վրա շատ ազդեց և որոշեցինք, որ շրջագայությունից ստացած ամբողջ հասույթը տրամադրենք Գյումրու երեխաներին։ Փառք Աստծո, մեծ գումար վաստակեցինք այդ ընթացքում, մոտ 60,000 ամերիկյան դոլար։ Երիտասարդ նկարիչների համար դա մեծ գումար էր։ Բուլղարիայի ժամանած պատվիրակության հետ Գյումրի էր այցելել նաև ազգությամբ հայ կոմպոզիտոր Հայկաշոտ Ազատ Աղասյանը, ով բնակվում է Բուլղարիայում։ Նշում է, չնայած երբեք Հայաստանում չի ապրել, բայց հիմա իրեն զգում է ինչպես տանը և ուրախանում է հայերի ունեցած ցանկացած հաջողությամբ և հույս հայտնում, որ Գյումրի կատարած հաջորդ այցելության ժամանակ աղետի հետքերն այլևս չեն լինի։ Նկարները, որ մենք դեսած էինք արդեն տելևիզիայում, որ ամբողջված է մանավանդ Սպիտակը, հիմա ինչպես մեր նախարարը նույնպես մեծ տարբերություն կա։ 3 տարի վերջը կուքաս, որ Երևանը ավելի գեղեցիկ, ավելի ժվիտ, լույս, 3 գիշեր հիանալի էր նորեն բդդեցանք Երևանը, բայց Գյումրին դեսած եմ, որ ասիա մարդ չգիտնան է, որ անանք ձանր երկրաշարժ եղած և անչափ զոհված, մարդ միտքին չպիտի անցնի։ Հիմա տեսնամ ասիա գեղեցին, ասեմ որ գնորոքվի գոր, քանի տարի է, այլևս 20 տարի է, որ 22 տարի, 24։ Նշենք, որ Վեժդի Ռաշիդովը քանդակագործ է և շատ գործեր է նվիրել Սպիտակի թանգարանին։ Նա արժանացել է Երևանի և Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումներին։ Նաիրա Նալբանդյան, Տիգրան Քասաբյան, Գալանյուս։